Ծառերը շատ էին, երեխեք շատ էին, ընկերներս ընդ շատ էին, ու դպրոցն 3 արկանոց։ Արցախից բերել եմ իմ ամուսնու գլխարկը։ Մեսի կարմիր երագույնը մեր դղերքի թավված արյունը, էսի երկինքը, էս էլ դեղին գույնն էլ մեր դաշտերը։ Ժամանակներում քիշերը աշկի փակում ես թե մի Չանգեստանալ են էդի գյուղում։ Երազում։ Սիս մեկ էլ մածիս սարերը։ 5 անգամ բերես։ Երկիրի գացավ, բանդիկ կուրսերան։ Որ սովորել ենք արդեն ամուր կանգնել ու ապրել։ Ըստեից է արագատնա երևում հունա։ Ենց խոսում ես, թե մեկ թապիսա։ Կխոսաս, հա? Կանգնանք մոքրեն, հոքրից ստուն գգակ։ Էսի մեր շենքն է, էսի մեր հայատնա, հետևն էլ է շենք, հայատ կա խանվոտ, Ղարաբաղում էլ լավ թեստ է։ Հարբաղում։ Այնտեղ ինչ եք անում, ոնց եք անում, այնտեղ կանաչը շատ է, չէ՞ տարբեր։ Նա, բա ինչ, կանաչ խոտը շատ է, հետև ծառերը շատ են, գնում ենք բան ենք խամշլոր, ես էլ մեր հետ։ Հա, իշտ եմ ասեմ, Ինքով է։ նորոյ, Ծանոթացու, բան չունի։ արի, ինքը նորոնա ընկերս, ինքն էլա մեր գյուղից եղել, ամեն օր ընկերանում ենք, տպում ենք իրար, տպում ենք ընկերանում ենք, ամեն օր գալիս ենք ստեղ ֆուտբոլ ենք խաղում։ Ով է ամենաուզեղը նորո։ Ինձ ու քեզանից։ Գիտենք։ Ես ուր են իրանից մեջ եմ։ Մանկաբարձ կար, ծառերը շատ էին, երեխեք շատ էին, ընկերներս ընդ շատ էին, ու դպրոցն 3 արկանոց։ Ու մեր տունն էլ բաղ չկար, մեր որ մտնում ենք մեր բանը բաղչան, ընդ աստիճաններ կա, ելնում էի հոգուրենցս տուն։ Ընդ էլ աղբերս մատս է կտրել կացինով։ Այսի։ Երիկոպել է։ Այսի։ Հատա Ղարաբաղում է կտրել դա էդի։ Ես 3 տարեկանում ինքը 2 եղել։ Տիգրան 4 տարի առաջ որ եկար հեշտ հարմանվեցիր, ամեն դեպքում նոր տեղ էիր գալիս, նոր ինչավ այ։ Չէ, Հələ պատմի ոնց եղավեցի։ Ոնց եկար։ դե ճանապարհներ փակ էին։ 2023 թվին էր 2020 թվին էլ ենք 23 թվին էլ ենք եկել ճանապարհը փակել էին մի հատ թուրքեր գանած էին մեր դեմը սա ասում էին չգիտեմ ինչեր են խոսում բայց չգիտեմ ինչեր են ասում հետո ծիծաղում է իրաց վրա մամաս էլ ասում մամի ծիծաղի տաչենա կբռնեն հետո մենք որ եկանք մի քիչ հասել էինք մի քիչ տեղ Երևան էինք հասել մեր հետևից էր մի հատ 2 հատ հայ ֆուտբոլիստներ եկել էին բան էին արել հայ ֆուտբոլիստները թուրքի դրոշը կողեն տպել հետո այդ բաները այդ թուրքերը բռնել են տարել են նստեցրել են Չէիր վախենում ճանապարհից, զգում եմ, որ այդքան էլ չէիր վախենում, թե ամեն դեպքում մի քիչ վախենում էի։ Չէի վախենում։ Բայց գիտես, չէ՞ նորմալ է, որ մարդ մեկ-մեկ վախենում է, դա բոլորին հատուկ բան է։ Մեկ-մեկին մարդը կա, թե ոնց է թվում։ Չեմ վախեցել դե այտենց, հա։ Մի քիչ վախեն, սկզբից վախենում էի դժվար կլինի, հետո գնա ասանքնի դժվար չի։ Մամաս վախենում էր, քուրսն է վախենում, աղբերս էլ է վախեցել։ Երևաց եք, Երևաց եք։ Մենք մեր ընտանի, ես ու ինքը 2 հատ աղբեր ենք, ինքը իմ հարազատ աղբերս է, դվայորնի աղբերներն են, մի հատ մեծ աղբերս հենա գործի, ստե չի ինքը մնում, այս 9 հարկանոցում է մնում իրա մամա իրա տատի հետ,
Էս մայրիկս, էսի զոհված պապասը, էլի տատիկս, պապիկս, իրանք գյուղում են մնում, ընդ չգիտեմ, մի հատ մարդիկ կան, ընդ աշխատում են, տատիս էլ էր ամեն օր իշում աշխատում, ոտը ցավում էր, ոտի վրա տրոմ կար։ Պապիկս էլ կռվում վիրավորվել, ոտը կտրել։ Հայրիկս էլ 20 թվին գնացել է զոհվել, իր անկերները գնացել են զոհ հենեն վիրավորված գետին ընկած, հայրիկս էլ դամաշնիկներով հելել է իրանց տարել է իրան բլինդաժ ատարել, և հայրիկս եկել է կռվել է զոհվել է, այդպես։ Որտեղ ես դասերը սովորում։ Ստեղ, մամայիս հետ, մեկ պապիս հետ մաթեմ եմ անում։ Ուրա, հեսա։ Մի հատին ունեմ, այսօր եմ ստացել էսա։ Ինչից ես ստացել այդ։ Երկից, արծիվ, խաչ, մեր Հայաստանի դրոշը, ես էլ մեր Արցախի դրոշը։ Ճիշտն ասած, Հայաստան ենք տեղափոխվել սեպտեմբերյան չարաբաստիկ պատերազմների ընթացքում, սեպտեմբերի 29-ին, երբ սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ պատերազմը, սեպտեմբերի 29-ին լույս սեպտեմբերի 30-ի գիշերը եկել եմ հայրիկիս հետ իր ավտոմեքենայով, երկրորդ կարգի հաշմանդամ է։ Հայրիկն ա վարել մեքենան, իր մեքենայում կայինք 18 հոգի, 16 հոգի, եկել էինք Քալբաջարի ճանապարհով, շատ ահավոր մառախուղ էր, ճանապարհ չէր երևում, անընդհատ այդ բեզպիլոտնիկները կրակում էին, վախենալով մի կերպ եկել ենք, հասել ենք Լուսադեմին, նոր հասել ենք Մեծամոր։ Ես ճիշտ ասած գյուղից ելել էի, հերանցս տունն էի, ամսի 26-ին պապայիս ծնունդն էր։ Կստիկներով բան արդեն, որ ինքնաթիռներով սկսեցին կրակելը, սարերը դղրդացին, ես խնդրեցի հայրիկից, որ երեխաներին վերցնենք, բարեկամի երեխա է, հարազատ երեխա է, քրոջս երեխայքը գյուղից միացավ մեզ, սենց համախմբվեցինք մի 3 ավտոմեքենայով, սենց հելանք։ Հասցրել ենք վերցնել իմ թղթապանակը, թղթերը, ստե երեխեքի, որտև ամուսինս ինքը հենց իմ ծառայող էր, այս թղթերն ենք վերցրել, երեխեքի ծննդյան վկայականները, իմ ազնագիրս, ստե արդեն միացվել է ամուսնուս մահվան վկայականը, փաստաթղթեր մի խոսքով, ուրիշ ոչ մի բան, որովհետև շատ պատահական է ստացվել, էլի եղել է 7:15, հենց լույսը չբացված, որ կրակոցները եղել է, բոլորը երևի քնած են եղել, որովհետև արդեն մարդիկ, որ Մադաղեսից, Թալիշից ելնում էին, մեր գյուղը մի քիչ Մարտակերտի շրջանից վերև էր, էլի պաշտպանված գյուղ էր, բոլորը գալիս էին մեր գյուղ, գիշերանոցներով, խուճապի մատնված կստիկներով, սենց մի 2 օր տենց մնում էին գյուղում, բայց ամբողջը սենց սարերը ծուխի մեջ կորած է։ Ամուսինս էլ ծառայում էր Մադաղիսի պոլկում, բայց պաշտպանում էր Թալիշի դիրքերը։ Ինքը եղել է դիպուկահար։ 2016 թվականին մասնակցել է ապրիլյան քարորյան պատերազմին, պարգևատրվել է Անդրանիկ Օզանյանի մեդալով։ Նրանից հետո 2016 թվականից հետո իր ծառայությունը շարունակել է Մադաղեսում։ Իր հայրիկն էլ 92 թվականին Արցախյան առաջի պատերազմում զոհվել է, ինքն էլ աղ զոհված երեխա, 4 երեխա է մեծացրել կիսուրս, բայց այս չարաբաստիկ պատերազմում ինքն էլ իր հայրիկի ճակատագրին արժանացավ։ Շատ է սիրում իր աշխատանքը, մեկ էլ Արցախից բերել եմ իմ ամուսնու գլխարկը։ Դա ոնց եղավ վերջի վարքյանից։ Չէ, դա արդեն Հայաստանում էինք, երբ նոյեմբերի 9-ի
պայմանագիրը կնքվեց, իմ եղբայրս էլ էր ծառայում, տեքրս էլ էր ծառայում, տենց տղաները որոշեցին ամսի 9-ից հետո, երբ ստորագրությունից հետո արդեն զինադադարը կնքվեց, որոշեցին նոյեմբերի 12-ին տղաները մեզ այցի գային, տենային, ով որ մեկնում էր Ղարաբաղ կրկին գնային, ով որ չմնային, այդ ժամանակ ախպերս գնաց մեր գյուղ, մեր տուն գնաց ու զանգեց ինձ ասեց քուրս ձեր տունն եմ, ինչ կուզես տնից բերեմ։ Ասեցի ամուսնուս գլխարկը դրված է այդ դարակի գլխի մի հատ տոպրակի մեջ, ուրիշ ոչ մի բան չեմ ուզում։ Իրեն բանն կբերես, գլխարկը կբերես որպես հիշատակ, իսկ իր անունը զոհվածների ցուցակում գրված է եղել 2020 թվականի հոկտեմբերի 5-ին, սակայն իրան գտել ենք 6 ամիս հետո Մեծամորի մորգում, իր ողջ մարմինը եղել է իմ տղու DNK-ի անալիզներով, բայց իր եղբայրը, իր հոպարը միջև վերջ բացել են տվել ու համոզվել են, որ այդ ինքն է եղել, էլի, որովհետև ինքը դեմ արդեմ պայքարել է թշնամու դեմ, առերես, սենց մի քիչ որ ասում ենք թալիշ մարդիկ մի քիչ ուրիշ հասկացողություն ունեն, որովհետև ինքը անմիջապես է եղել դիրքը թշնամու հետ ու ինքը լրիվ տեսանելի դաշտ է եղել ու ինքը ականատես է եղել ինչ է կատարվում թշնամու դաշտում, ոնց են իրանք պատրաստվում, դե գիտեք, սենց է, որ արդեն պետք է մնաս, պետք է նաև հարմարվես։ Նաև ստեղի ժողովուրդը, քաղաքապետարանը, համայնքապետարանը, բնակիչներն էլ դրական լիցքեր ունեցան, դրական մոտեցումներ, օգնություն, շրջապատն էլ եղավ դրական մեր կողմից, էլի որ կարողանանք հարմարվենք։ Բայց այս պայմանները հարմարվելուն Դե գիտեք, պայմանները հարմարվելու մի քիչ այն չեն, որովհետև ինձ թվում է զոհվածների ընտանիքները, որ պետք է առաջատար հարցի լուծում տան։ Ես 2022 թվականին նախքան բլոկադա ես մեկնել եմ Արցախ իմ երեխեքի հետ, գիտեք հայրենիքը մի ուրիշ բան է, այստեղ էլի մեր հայրենիքն է, ես չեմ տարբերվում հայը հայից, բայց ձգողականություն կա, որտեղ ապրել ես, մեծացել ես, եղել եմ իմ հարազատների մոտ, ուրիշ տեղ չեմ եղել, թղթերը հանձնել են, որ պետք է, ով որ զոհված է, բայց ուղարկավորված է Հայաստանում, պետք է տուն ստանան Հայաստանում, ինձ տրամադրել են սերտիֆիկատ, բայց սակայն ինչ-ինչ պատճառներով այդ սերտիֆիկատի գործարկը դադարեցվել է, չի կատարվել, որ Արցախն է տրամադրում այդ գումարը չկա Արցախը, շատ եմ չարչարվել, բայց չի ստացվել, էլի որ այդ ծրագրով ցավալին այնա, որ հիմա զոհվածի ընտանիքը, էլի այս ծրագրով ես ստացել եմ քաղաքացիություն, իմ երեխեքը ստացել են քաղաքացիություն, ես էլի չեմ գնում, էլի ինչ որ դժգոհությունների, որ ասեմ, ինչի պետք է ես ստանամ քաղաքացիություն, իմ երեխեքը ինչի պետք է ստանան քաղաքացիություն, բայց այդ իմ համար այնա, որ երեխեքս ունենան անկյուն, մնալու անկյուն։ Յուրաքանչյուրին 3 միլիոն, 4 անգամ 3, 12 միլիոնով Մեծամորում տուն կա, նորմալ, որ այս երեխեքը վերցնի նորմալ բնակվի։ Չենք բողոքում պետությունից, ապրել շնորհակալություն ենք հայտնում շատ, մեր ղեկավարությանը, մեր սոցիալ նախարարությանը, որ մեզ տվյալ տեսակ նախաձեռնում են, անգամին պետպատվերով վիրահատությունով անցեք կացրել։ Սենց ասեմ, էլի մեկը չգնանք, ընդեղ ուղակի լվացք են պռում, չկան էլի տենց պայմաններ, որ ասեմ ես իմ շատ լավ վիճակում եմ, տենց ուղակի լվացք են պռում, եկել երեխաները հեծանի բան ունեն, տենց ինչ որ յաշիկ, մաշիկ, տենց խաղալիքներ բան, տենց ըս բաղնիկնա, բաղնիկը եւ բաղնիկա եւ սենց կուխնյայի նման էլի սենց օգտագործում եմ տենց հարմարված ենք էլի, որ ասես դժգոհում եմ ինչ-որ բաներ, ճիշտ է, կուզեմ իմ սեփական անկյունը ունենամ, բայց կա այն, ինչ կա, հարմարվում ենք նրան, ինչ-որ կա, չեն բողոքում, կան մարդիկ, նաև Հայաստանում բնակվող մարդիկ, որ այս պայմաններն էլ չունեն։ Դասավանդում եմ Արտաշարի միջնակարգ դպրոցում որպես դասվար։ Սիրում եմ իմ աշխատանքը, իսկ մի աշխատանք, որ սիրում ես, ճիշտ է, հիմա աշխատել երեխաների հետ մի քիչ դժվար է,
որտեղ համակարգը լրիվ on-line համակարգ է, երեխաները անընդհատ ուրիշ տեղ չեմ գտնում, իմ երեխաներն են անընդհատ հեռախոսի մեջ, որը երեխային տանում է դեպի մի ուրիշ աշխարհ։ Կտրում է գրքից, աշխատանքը գրքի հետ, նույնն էլ դպրոցի երեխաների հետ, բայց ոչինչ, գյուղում աշխատելը, գյուղի երեխաների հետ աշխատելը մի քիչ ավելի հեշտ է։ Առանց հայր այս թվում երեխա մեծացնելը շատ դժվար է։ Դաստիարակել երեխաներին շատ դժվար է։ Ամուսինս բահեր պատրաստել, հատուկ sense փոքր բահեր այդ հողի վրա աշխատում էին։ Տեքերս որ անդադ գյուղատնտեսությամբ էր զբաղվում, այգեր մշակում, մեզ տղաս անդադ տեքորս է, ծառեր էին տնկում, ինքն էլ պոկում էր։ Չկա զբաղմունք երեխաները։ Չէ, չեմ թողում, որովհետև ինքը թող զբաղվի շախմատի պարապմունքների եմ տալիս։ Ինքը լավ մաթեմատիկա գիտի, թող ինքը քննական դասարանա, թող պարապի իր քննությունների թեստերը։ 5 անգամ բերեց։ 30 Երբ ինքը կորցրել է հայրիկին, ես ինքս իմ աղջկաս 2 տարի, 3 տարի տվել եմ հոգեբանի։ Հոգեբանական դասընթացների ա գնացել դպրոց, ես նույնպես մանկավարժ, ես ինքս էլ եմ մասնակցել հոգեբանական սեանսների, չեմ խուսափում, ընդհակառակը դա շատ մարդկանց մոտ հարց ա ծագում, խի ես հոգեբանական ինչ-որ խնդիր ունեմ, գիժ եմ, իմ մոտ այդ տպավորությունը չի պետք է, մարդիկ պետք է մասնակցեն, հանգստացնում է, օրինակ իմ աղջկա մոտ կա ահագին փոփոխություն եղավ, ինքը այդ ժամանակներում անդադ մենակ էր, պարփակված էր, լացում էր, ոչ մեկի հետ չէր շփվում, մի քիչ ինքը շատ էր կապված իր հայրիկի հետ, իրանք օրինակ մի քիչ ավելի փոքր են եղել, բայց աղջիկս մի քիչ ավելի մեծ է եղել, մինչև հիմա էլ գալիս է պահ, որ ինքը անընդհատ ասում է մամ ջան, դե ինքը ուղարկավորված է մեծ ամորում, անընդհատ ասում է մամ ջան կլինի այսօր ինձ տանես գերեզման պապային կարոտել եմ, իրանք էլ մի քիչ ստեղ անընդհատ խոսում ենք, ես իմ հերթին, քուրս իմ իր հերթին, սենց անընդհատ խոսում ենք, բացատրական աշխատանքներ ենք տանում, օրինակ տղաները այդքան չեն հասկանում իրավիճակը, այդքան չեն եղել, էլի իրանք ինչքան աղջիկս, որ ինքն էլ ունեցավ մեծ հոգեբանական ստրես ապրեց, հա։ Ժամանակում քիշերը աշկը փակում ես թեմից Չանգեստանը, էների գյուղում։ Երազում։ Այդ չես կարում աշկես բացում ես թեմից։ Երկու հոգի իրար հետ ասմակռում եմ, մեկը կացող մապորին, այս ես բորնում է, թե վայ մեջկս։ Ասում արա, մեջկետ ինչ կապուն է, փորդ կասում է, եթե մեջկես մարդը լիներ, փորից չէին կարող խփեն 90-ականների։ Մեր հիմնական զենքը եղել է կռվի ժամանակ միտև վերավորելսը նրանց, որ իրենց զենքն կվերցրել իրենց ուրա կռվել։ Իսկ բալակած այս ժամանակ ես մենակ մի հաց կարիք ունեի, են էլ ճարվում էր։ Գյուղում եք այգի։ Գյուղում էր այգին կար, բանջարաբոստանային կուլտուրաներ համաձևի ունեին։ Երեխեքի համար դեսնդեք ավելի իրանց համար աշխուժ է եղել ու հեշտ է եղել իրանց։ Դուրս են գալիս հայաթումը մի բան էին փորում, մի բան էին անում, օրները անցնում, բայց էստեղ կամ տելեֆոն պիտի վերցնեն, էտը չենք թողում շատ վերցնեն, կամ դուրս ենք ամեն դե խաղում, մեկը լացելով է գալիս, մեկը ես, մեկը են ձևի դժվար է։ Դու էլ ես ինը կադիգնի չլում, ենց խոսում ես, դենես կապսա, կխոսաս, հա? Բա թիմ եմ հավաքում, էթո մենք սաղին ծանոթաս, ելանք։ Նկարում են մեզ YouTube կցում կաս նորոյց հարցնես, նայ նորը, արում են, ստել, վերև իրանցնում։ Դե արի գնամ, պապին գնամ միատ։ Ասի։ Այդ են բալկոնից մեր տունը հեսա։ Նորը, այդս կար
Օրինակ ես որ մեր դպրոցում ֆուտբոլ խաղալուց ոտս դրել եմ գետնի ֆուտբոլ խաղալուց դասի ժամանակ դրել եմ գետնի գնդակը տաշել եմ ոտս տաբել եմ գետնի այսենց նայ էսի գնդողնա բլբել այն էլ եկեղեցի Ինչ եկեղեցի է։ Մեր եկեղեցին անում չգիտեմ եկեղեցի Հետ գնում ես ընդ աղոթում ես։ Հա բա ինչ Ինչի համար ես աղոթում։ Որը խաղաղ լինի մեր եկերը Արցախ հետ գնանք Սիս մեկ էլ մացիս սարերը Ամեն առավոտ ես սիրուն տեսարանով ես, էլի արթնանում։ Հա բա ինչ ընդ էլա սարեր կան հետև կողմն էլ արագացնա Ոչ մեկ չի ուզում էր, սարքի դիք ջան։ Ինչ ասեց հա Ասեց է երկավա հոգնել են մեզանից։ Չգիտեմ ըստ էս արագացնա երևում հենա Չկանտամ չեմ Կարելի է Բարև ձեզ։ Կարելի է ձեզ մեկ-երկու հարց ուղղել։ Ոնց ուզում եք նկարում եք ոնց եք ապրում, ինչ պայմաններում եք ապրում։ Բոլոր արցախցիներով են նույն պայմաններում ենք ապրում, մեր չի որ երևելի բանկամերում ունացածների մեջ, բայց համես եք ո՞վ շեքն անուշտար վիճակում, բայց դա արդեն 5-րդ տարին է մարդիկ կարողանում են պայքարում են մեր։ Գրիշը մեր գլխին է, թեկուզ վատ վիճակում են մարսի պատի գոյատերի մինչև։ Ճիշտ է, ոչ մեկ չի կարա համեմատի մեր անցյալը, մեր ունեցածը, բոլորս ունեցել ենք, բոլորս լավ, շատ լավ ինչ պայմաններ լինի, մերին չի լինի, բայց տերի շնորհակալ ենք, որ գոնե էսի մեզ տվել է։ Էսի մեբելի մի քակը տղեստես է, որ ամբողջ Ղարաբաղցիք կրում են, այսինքն թուրքեր պտի մտնել, էս մի շկաֆը բերելա, որ ինձի շատակ լինի իմ աշխատանքից։ Էս սիրուն աղջկաս կորցրել եմ Ղարաբաղ, ամուսինս Անդե 10 տարի ապրեց, իմ 5 հարգանը շենքը թողեց երկու անգամ կռիվ գնաց, թե այկենիկ մեր հայրենիքն է, ինչ տարբերություն։ Այ հնի կենթանել եք տնալ իմ վիճակը։ Մամատնում ենք նորով ինձ տում Հացին տուկ-տուկ-տում մտենք Անկեղծ ասած մենք արդեն չգիտեմ, երևի կյանքը ճակատագիրը երիտասարդ լինելով հանդերձ այնքան փորձություններ ա տվել, որ սովորել ենք արդեն ամուր կանգնել ու ապրել, փորձում ենք հանուն երեխաների, փորձում ենք ամուր լինել, որպես ծնող պարտավոր ենք մեր երեխաների համար շարունակել ապրել, ինչու՞ չէ տանջվել, աշխատել, օրվա հացի փող հայթայթել, որպեսզի կարողանամ պահել։ Բարիկներն են, երկու տղա, երկու աղջիկ, բնականաբար, որ համեմատենք տարածք հետ կապված են սեփական իր հայացը, իր այգի, խաղալու խնդիր չի եղել, հանգիստ բաց ենք թողել երեխեքը խաղացել են ստեղ, ես էլ որ ստիպված խանութում եմ աշխատում, դրա համար եմ, որ երեխեքս է վերջնի հիմնականում փակ էլի։ Շատ հազվադեպ արին է, որ կարողանում եմ հարմարացնել, ինչներս բակը խաղան, այսօր են բակում մենակ թողել երեխաներին ավելի վտանգավոր։ Ես էլ ժամանակի պատճառը, որ չեմ կարողանում երեխեքը այսինքն այս փոքր տարածքում։ Ես փորձում եմ միշտ դրական տեսնել, ամեն չգիտեմ, ճիշտ է դժվարություն, փորձություն այդ մեր համար տրված է, բայց միշտ փորձում եմ դրական նայել, առաջ եմ նայում համենայն դեպս ապագային ու չեմ ուզում հույսս կտրեմ, ես գիտեմ, որ լավ է լինելու, ամենակարևորը լինի խաղաղություն, որտեղ այն ինչը որ մեր համար ամենաթանկն էր, այսինքն կյանքում ինչն է թանկ հայրենիքից կարևոր ինձ թվում է, արդեն կորցնելուն է կորցրել ենք մեր հողը, բայց դա էս էլ մերն է, էլի մեր հողը մի կտորնա չէ, մենք մի մասնիկն ենք կորցրել, բայց գոնե այն ինչը որ ունենք
Գոնե էս պահվի պահպանվի, որ էս մի փոքր հողի վրա գոնե անու կարողանան ապրել մեր երեխաներն էլ իրանց ստիպված չլինեն հետագայում լքեցնել։ Գոնե իրանց հողում ապրեն։ Ու կամաձայնվի։ Պետք է կյանքի միշտ էլ դրական աչքերով նայել։ Եթե միշտ նայես անցյալ, երբեք ապագա չես կարող կերպել դեպի դրական քայլերով։ Ջամա մամա տաննա։ Չէ, ցույցը հայացքն է մամա։ Բանը, Տաջանա։ Տաջանային Ղարաբաղցի չէ։ Մամ։ Հետանում։ Բարի ապորժա։ Անչափա, էջի գլասիկ է։ Լավ է, ահա։ Անչափա սաղճիկ։ Սուրճը դնեմ մի հատ։ Չէ, շնորհակալություն, եղեք։ Անչափա սաղճիկ 17 տարեկան, 12-րդ դասարանում այս տարի ավարտում եմ։ Մի քիչ էլ շատ ծանրաբեռնված, չի իմանում ինչպես որ ասման ավարտում շատ լավ է սովորում։ Մի քիչ ֆինանսների հարցը շատ դժվար է։ Չէ, քանի դժվար չէ հարմարվել, ուղղակի Պայմաններ։ թոշակը չի բավականացնում, Ինչքան եք թոշակ ստանում։ դե միասին 4 ռուբլի։ 4 ռուբլին որքանն է։ 4 40 գրամի իմնա, որից 5 կտրեց, մեզ ամեն մեկից թոշակներից կտրեց։ 65 ես էի ստարել հիմա 45-նա 5000 կտրեց, 49-նա 65-ները 105,000։ Ու օգնություն բանման առայժմ դե չկա։ Խոհանոց էլ չունեք, բայց լավ ընթրիք եք պատրաստել։ Դուրս Գազի սարքում, պոլիտայի վրա։ գազ ունենք, հա։ Անդա դրա համար ասում եմ համեցեք դնեմ սեղան, գոնե մարդը մի հատ օրմա կերեք, հա։ Գոնե լավ հյուրընկալ եք, դա ամենակարևորն է։ Ձմռանը ստեղ գազի վրա էլի։ Ամառը դուրս եմ սարքում, ամառը դուրսը, ձմեռը Hello, պարեք չգա։ Ճիշտ է, որ ցուրտ է լինում, ձմռանը չի ստացվում, ես դրսում պատրաստում։ Հետևաբար ես իմ գազս բերում եմ տունում, այստեղ տեղադրում եմ, ստեղ եմ պատրաստում իմ գազս։ Առավոտներն էլ երեխեքին, որ ճանապարհում եմ դասի, ձվածեղը տունը պատրաստում եմ, ճիշտ է վտանգավոր է, բայց էսա պայմանները տունն եմ պատրաստում։ Սենց Տիգրան, այդ սոխը մի հատ իզ դու, մսոր ճաշ եմ պատրաստելու այսօր։ Շատ ժամանակ, որ ես հիվանդանում եմ, իրանց գլխի ճարը հաստատ տենում են, ձվածեղով, հացով, մենակ գազին, որ մենակ չեմ թողում մոտիկանա։ Հետ արտազիկի մեջ։ Կտրտած համով ալմանում։ Տղա ճաշ պատրաստողները ավելի համեղ են պատրաստում, գիտես Տիգրան։ Այս միսներ եք լսնելու մեջ, Հա։ դա հիմա չէ։ Միսն էլ ուղղակի էնի պետք է սոխի արադառնա։ Միսը եւ մսի գլխի մի քիչ կարտոֆիլ կլցնենք, ուղղակի կարտոֆիլը հիմա պատրաստվի։ Իրանք ես մեծ ապագա է սպասում, գիտես։ Այո։